Հանրապետությունում գործազրկության բարձր ցուցանիշը մեղմելու նպատակով կառավարությունը 2008-ին որոշեց երկրում կազմակերպել ու անցկացնել 6 աշխատանքային տոնավաճառներ, որոնց միջոցով բացահայտվելու են թափուր աշխատատեղերը։ Արդյունքում գործատուին աշխատող, իսկ աշխատանք փնտրողին աշխատատեղ գտնելու հնարավորություններ մեծանալու։ Որոշվել է առաջնահերթության կարգով տոնավաճառներից 2-ը Գյումրիում անցկացնել։ Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր իր խոսքում նշեց, որ ճգնաժամի պատճառով Հայաստանում նվազել են թափուր աշխատատեղերը եւ որ ընկերություններն այժմ ավելի շատ կրճատումների են գնում։ Ճգնաժամի ազդեցությունից հետո ես նշեցի յուրաքանչյուր ամիս 0.18%-ով աճեց գործազրկության մակարդակը եւ օգոստոսի 1-ին այն կազմեց 7%։ Նաեւ 10%-ով աճեց աշխատանք ընտրողների թիվը։ Արդեն եղավ երկրաշարժը, ոչ մի աշխատանք չեմ ունեցել, շուկայի գործ եմ կատարել, պաներագործ եմ եղել։ Հիմա ուզում եմ կարել մի գործարաներնի փոքր գոնե մի տեղերնի աշխատեմ։ Աշխատանք եմ փնտրում, ուզում եմ այստեղ ենթավարպետի պահանջարկ կա, ամուսինս կուզի աշխատի։ Տեսնենք, եթե հարմար լինի աշխատանքը, աշխատավարձը, շատ սիրով կաշխատեմ։ Այսօրվա տոնավաճառին աշխատանք փնտրող շատ գյումրեցիներ էին ներկայացել։ Նրանք տոնավաճառին մասնակից ընկերությունների ցանկը ձեռքներին փորձում էին հարմար աշխատանք գտնել, բայց անարդյունք։ Ընկերությունների մեծ մասը կարելի ասել ձևական էր մասնակցում այսօրվա տոնավաճառին։ Մեզ հետ զրույցում ընկերությունների մի քանի ղեկավարներ նշեցին, որ թափուր աշխատատեղեր չունեն։ Ավելին, վերջին շրջանում նաև աշխատողներ են կրճատել ու պարզապես աշխատանք փնտրողների տվյալներ են վերցնում հետագայի համար։ Այսինքն պահուստային աշխատողների խնդիր են լուծում։ Կոնկրետ մեր կազմակերպության հետ կապված այսօր մենք թափուր աշխատատեղեր չունենք, բայց եւ սպասվում են նոր աշխատատեղեր, սպասվում է, որ աշխատատեղերը կընդլայնվեն եւ հիմնականում մենք այսօր պահանջարկ ունենք բարձր դասի կլոր կուլբայի գործող ավտոմատների բարձր դասի մեքենաները սպասարկող ենթավարպետի լուրջ ենթավարպետի կարիք ունենք։ Ճգնաժամն է պատճառը, ներգաղթության պես աշխատանքների ցկցկման, թեկուզ կրճատման։ Եթե ճգնաժամը չլիներ, պարզ է կլիներ բոլոր աշխատանքները, մարդկանց կապահովենք, իսկ վիճակը չստեղծվի։ Այս պարագայում զբաղվածության պետական ծառայության գործակալության պետին հարց ուղղեցինք. Արդյոք չէ գտնում, որ այս տոնավաճառները եւս ձևական բնույթի են, մանավանդ որ յուրաքանչյուր տոնավաճառի անցկացման համար 1.5 միլիոն դրամ է ծախսվում։ Եթե նույնիսկ 10 անց տեղավորվի աշխատանքի, դա արդյունք է։ Արդյունք է, երբ որ գործատուները տեղեկանում են, թե ինչպիսի աշխատանքային ռեսուրսներ կան։ Արդյունք է, երբ աշխատանք փնտրողը, տեսեք, արդեն բոլորի ձեռքին կա համապատասխան իրենց անձնական տվյալները, սովորել են իրենց այդ անձնական տվյալները լրացնել, սովորել են դիմել գործատուին, այսինքն նրանք ակտիվ աշխատաշուկայի մուտք գործելու ունեն լիարժեք հնարավորություններ։ Գյումրիում փոքր-ինչ շարժ աշխատատեղերի առումով կա շինարարության ոլորտում, հավաստեցին մասնագետները։ Աշխատանքային տոնավաճառին մասնակցող Գլենդել Հիզի ներկայացուցիչները հերթագրում էին աշխատողների, բայց 2 ամիս հետոյի համար։ Այս տարվա ծրագրի շենքերի համար, 22 շենքերում աշխատելու համար մոտ 1000-ին մոտ ներքին հարդարողների պահանջ է լինելու։ Այդ իսկ պատճառով հերթագրումը կատարվում է։ Մինչ տոնավաճառի կազմակերպիչները լավատեսությամբ նշում էին, թե այսօր գոնե 10 աշխատանք փնտրող գործ կգտնի, գործազուրկները կարծիք հայտնեցին, որ այս միջոցառումը գուցե մայրաքաղաքում ոլորտի մասնագետների սպասած արդյունքը ապահովի, իսկ գրեթե աշխատաշուկա չունեցող Գյումրիում այս կերպ գործազրկության ցուցանիշը մեղմել դժվար թե հաջողվի։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։